վարչապետ, դուք ձեր ելույթում անդրադարձաք Գյումրի քաղաքին, մեզ համար կարևոր երկու խնդրի, մեկը բնակարանաշինությանն էր վերաբերվում, մեկը Գյումրու օդանավակայանին, բնակարանաշինության հետ կապված։ Նոր կառավարությունը ունի կոնկրետ հաշվարկ Գյումրի քաղաքում անօթևանների քանակի հետ կապված։ Հստակ կա, թե ինչքան անօթևան ունենք Գյումրի քաղաքում, քանի որ ամեն անգամ մենք տարբեր քանակ ենք իմանում անօթևանների ու այդպես էլ մինչև վերջ չհասկացանք կոնկրետ քանակը որն է։ Եթե կա ովքեր են արել այդ հաշվարկները եւ բնակարանաշինության հետ կապված ձեր խոսքը վերաբերվում էր բնակարաններ կառուցելուն, թե բնակարանների գնման վկայականներ ելի հանձնելուն։ Ես 2007 թվականից աշխատում եմ որպես ազգային ժողովի պատգամավոր, մշտապես ասել եմ բնակարանների գնման վկայականը մեր քաղաքի համար օգուտ չէ, հակառակը դա չարիք է։ Ինչի, որովհետև այդ բնակարանների գնման վկայականով մենք վկայականները տալիս ենք, մարդիկ գնում են բնակարաններ, հետո այն մարդիկ, ովքեր որ վաճառել են, գնում են արտերկիր, հետ վերադառնալու պարագայում պոտենցիալ անօթևաններ են դառնում այդ մարդիկ։ Այսինքն բնակարանային ֆոնդի ավելացումը ավելի կարևոր է ու ցանկալի է, քան վկայականներ հանձնելը։ Մյուսը կներեք պարոն վարչապետ, ընդմիջման ժամանակ, թե էլի բան ունես ասելու, ասա լավ։ Մյուս հարցը օդանավակայանի հետ է կապված։ Ինչ է։ Օդանավակայանի հետ կապված։ Այսօր գիտեք, Գյումրու օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվում։ Միակ թռիչքը Գյումրի Մոսկվան էր, այդ էլ այս պայթրությամբ չկա, Գյումրու օդանավակայանը չի աշխատում, մեծ հաշվով, պարոն վարչապետ, այդ առումով շատ կարևոր է մեզ համար կոնկրետ ավելի մանրամասը ինֆորմացիա ստանալ։ Շատ լավ, առաջի հարցի վերաբերյալ Գյումրու հետ կապված ճշտված տվյալները կան, թե չկան, այս պահին ինձ մոտ չկան, Արեգ Սարգսյանին մի քանի անգամ հարցրել ենք, 2017 թվականին ավարտում ենք։ Ձեր այն տեսակետը, որ գնում, թե շինարարություն եւ միանշանակ շինարարությունն է ավելի լավ, քան գնումը, չեմ կիսում ձեր այդ կարծիքը, որովհետեւ այս պահին կապիտալը սառացնել, երբ որ շուկայում ավելցուկ կա, այլ խնդիրը, որ մենք պատրաստ լինենք, որտեւ եթե վաճառումը գնում է վերադարձի պայմաններում որտեղ է գալու, մենք խնդիր ունենք այդ թվում այդ բնակարանային ֆոնդը կորցնելու, ոչ ակտուալ լինելու։ Օդանավակայանի հետ կապված մենք ճիշտն ասած վարում ենք այս պահին բանակցություններ բիզնես, էկոնոմ ավիաընկերությունների հետ կապված եւ ուղղելու ենք այդ թռիչքները դեպի Գյումրի օդանավակայան։ Շնորհակալ եմ։ Արձագանքի համար Մարտուն Գրիգորյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, այդ բնակարանների ավելցուկը որտեղից է գալիս։ Բնակարանների ավելցուկը գալիս է, եթե ունենք 3000, թե չգիտեմ ինչքան անօթևան, չի կարող բնակարանի ավելցուկ ունենանք։ Բնակարանի ավելցուկը գալիս է արտագաղթողներից։ Մարդիկ արտագաղթում են, այստեղ բնակարանները մնում են։ Իմ ասածը այն է, որ եթե մենք մարդը վաճառում է բնակարանը, գնում է ենթադրենք Ռուսաստան ապրելու կամ աշխատելու, չստացվելու պարագայում հետ գալուց, այդ մարդը այդ վաճառած գումարն էլ բնակարանի այնտեղ ծախսում է եւ ձեռնունայն հետ է գալիս։ Չունի բնակարան, չունի նաեւ հնարավորություններ բնակարաններ գնելու։ Հիմնականում դրան է վերաբերվում, քանի որ ժամանակս չբավարարեց հարցերը ստալու, մի հարցել մի քանի օր առաջ Բագրատաշյանի անցակետում էի, այնտեղ հիմնականում Ռուսաստանից եկողները, մեր հայրենակիցները, ովքեր որ այնտեղ են բնակվում, մեքենաներով մուտք գործելու այնտեղ բնապահպանական վճարների եւ ճանապարհային վճարների հետ կապված խնդիրներն է, որ 15 օրվա համար միանվագ 12000 դրամի կարգի գումար է վճարվում։ Նո այս պահին ես չեմ կարող պատասխանել, դիմեք բեք, մենք դրա պատասխանը կտանք։ Մենք այնտեղ Բագրատաշյանի եւ բոլոր նման կետերում խնդիրներ ունենք մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար, որովհետեւ ճիշտ է, սիրուն կառույց է, բայց կարծում եմ դեռ ամեն ինչ չի կանոնակարգված, իսկ այդ գումարների հետ կապված դիմեք բեկը ձեզ կպատասխանի։